Բարի երեկո, ժամը 20-ն է, Ազատության եթերում լրատվական կենտրոնն է, այսօրվա թեմաներն են։ Նոր խուզարկություններ ու կալանքներ Սամվել Կարապետյանի թիմակիցների շրջանում։ Որևէ մեկին որևէ գործողության չեմ դրդել։ Օնիկ Գասպարյանը ցանկանում է խորհրդարանում ստեր պայթեցնել, քաղաքացիական պայմանագիրը մտադիր չէ զինվորականին լսել։ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե Ադրբեջանը խոչընդոտում է հայ-թուրքական սահմանի բացմանը։ Հրադադարի ավարտից 2 օր առաջ Միացյալ Նահանգները պատրաստ է վերսկսել բանակցությունները, Իրանը դեռ լուռ է։ Հրապարակվում են նախընտրական ծրագրերը, ով ինչ է խոստանում։ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կմնա կալանքի տակ։ Նախ այսօր Լոռիում խուզարկությունների մասին 18 մարդ է բերման ենթարկվել, ապա ազատ արձակվել, այդ թվում Գյուլագարակի նախկին գյուղապետ, նախկին հանրապետական, այժմ Սամվել Կարապետյանի աջակից Մեհեր Գևորգյանը, նրա որդին, որ Կարապետյանի ուժեղ Հայաստանի ընտրացուցակում է, իրավապահները խուզարկել են նաև Գյուլագարակի ավագանու Ապրելու երկիր խմբակցության ղեկավար Վրույր Այվազյանի բնակարանը, նա ևս Կարապետյանի ընտրացուցակում է։ Խուզարկության արդյունքում տանից առգրավել են կնոջ հեռախոսը, մորս հեռախոսը, ընտանիքին պատկանող համակարգիչ, կրիչներ, ֆլեշկաներ և գյուղատնտեսական նշումներ պարունակող մի քանի նոթատետեր։ Ենթադրում եմ, ինձ կասկածում եմ, որ ես հարկադրաբար ամսի 17-ի հակակոռուպցիոն դատարանի դիմաց տեղի ունեցող հանրահավաքին որևէ մեկին դրդել եմ կամ գուցե ինձ են դրդել, բայց ես բոլորին հայտնի է, որ արդեն ուժեղ Հայաստան կուսակցության անդամ եմ, նաև առաջիկա ԱԺ ընտրություններին պատգամավորի թեկնածու ուժեղ Հայաստան կուսակցությունից։ Մենք համենայն դեպս որևէ մեկին կրկնում եմ, որ ոչ պարտադրել, ոչ դրդել ենք որևէ գործողության, ինքնաբուխ մարդիկ գնում են եւ ավտոբուսները իրենք են, այսպես ասած, ապահովում, որ գնան այդ ավտոբուսներով, հա, ճիշտ եմ հասկանում։ Դե գյուղեր կան, գուցե ինքնակազմակերպվում են, չգիտեմ, քաղաքներ կան, գուցե ինքնակազմակերպվում են։ Ավելի վաղ էլ Երևանում դատարանի առջև հավաքի ընթացքում քաշքշոցից հետո Սամվել Կարապետյանի աջակիցները հայտնվել էին Մեղադրյալի աթոռին, ընդ որում իրավապահները միջնորդում են նաև մեկուսացնել ընդդիմադիր ակտիվիստներին, ինչ էր տեղի ունեցել տեսախցիկների առջև ուղիղ եթերում, որ կալանքի անհրաժեշտություն է առաջացել։ Հագիստ ժողովուրդ ջան, չենք տրվում սադրանքների։ Առաջին ատյանի դատարանի դատավորները մերժել են ուժեղ Հայաստանի համակիրներին տնային ու բանտային կալանքի ենթարկելու քննչականի միջնորդությունների մեծ մասը, 17-ից միայն 3-ի նկատմամբ է սահմանվել տնային կալանք։ Փաստաբան Արտակ Խաչատրյանի խոսքով դատարանները հիմնավոր չեն համարել կասկածները, որ ձերբակալվածները հանցանք են գործել։ Մերժեցին անդրադառնալով նաև հիմնավոր կասկածին, այսինքն փոշիացրեցին վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարված գործողությունները։ 17-ի մասով էլ հանցագործության հատկանիշներ որպես այդպեսին չկային, ապօրինի ձերբակալություններ էին։ Անցած ուրբաթ ձերբակալվածներին քննչականը մեղադրում է ուժեղ Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանի դատավարության օրը դատարանին հարակից փողոցում խմբով խուլիգանություն կատարելու եւ պաշտոնատար անձի օրինական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Մի տրվեք սադրանքների ոչ մեկի։ Բողոքի ակցիայի կադրերում երևում է, որ ցուցարարները կանգնած են Թբիլիսյան խճուղում այթին եւ փողոցի մի մասում։ Ոստիկանությունը պահանջում է ազատել փողոցը, սկսվում է իրարանցում, ցուցարարներից երկուսը շիշ են նետում իրավապահների ուղղությամբ։ Փաստաբան Խաչատրյանը սակայն ընդգծում է, նրանք ձերբակալվածների շարքում չեն, գուցե սադրիչներ են, ասում է։ Քննչականը եւս չի մանրամասնում, շիշ նետողները արդյոք մեղադրյալների շարքում են։ Շիշ նետողները նույնականացված եւ ձերբակալված չեն ոստիկանության աշխատակիցների կողմից, որի պայմաններում փաստացի ապօրինի քրեական հետապնդումը հարուցվել 17 անձանց նկատմամբ, որոնք որևէ ձևով կապ չունեն։ Շատ հնարավոր է շիշ նետողներին հայտնաբերելու, ձերբակալելու պայմաններում ուժեղ Հայաստան կուսակցությունը իր շարքերում իրականացված, այսպես ասած, ուսումնասիրություններով պարզել, որ այս մարդիկ ընդհանրապես որևէ աղերս չունեն այդ կուսակցության հետ եւ սրանք ստադրիչներ են եղել, որի մասին բացեիբաց խոսում էին կուսակցության ներկայացուցիչները։ Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչ Ալիկ Ալեքսանյանը պնդում է իրավապահները բերման են ենթարկել նրանց, ովքեր տուժել են ոստիկանական գործողությունից։ Խաղաղ ակցիա անող մարդկանց
այդ տիպի վերցնել, քաշքշել, մարմնական վնասվածքներ ստացել, ուժողին տանում են կալանքի աբսուրդի ժանրից, հա։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ուժեղ Հայաստանի ընտրացուցակի 13-րդ համարը ներկայացնող Էդգար Ղազարյանն էլ ընդգծում է, քննչականը պետք է ոչ թե ցուցարարների, այլ ոստիկանների վարքագիծը քննի։ Իրավապահ կառույցը իրականացնում է նման քննություն, թե ոչ, քննչականից չեն մանրամասնում։ Հատուկ անհամաչափ ուժ են կիրառել մեր կողմնակիցների նկատմամբ մարդիկ հանգիստ իրանց համար փողոցում կանգնած են։ Փողոցում եք կանգնած են ինչի՞ որ մայթում կանգնելու տեղ չկա, շատ են մարդիկ։ Անդիմադիրները ընդգծում են ակցիան խաղաղ էր, անօրինական կոչեր չէին հնչեցնում։ Պարզապես մարդիկ շատ էին, մայթի վրա չէին կարող տեղավորվել եւ փորձել էին կանգնել նաեւ Թբիլիսյան խճուղու մի հատվածում, բայց ոստիկանությունը պահանջել էր ազատել փողոցը, հրմշտոց էր սկսվել, ոստիկանները ուժ էին կիրառել, ձերբակալել։ Ամիսներ առաջ Կարապետյանի կալանքը երկարացնելու նիստի ժամանակ նրա համակիրները ելի հավաքվել էին նույն դատարանի մերձակայքում։ Այդ ժամանակ եւս ցուցարարները, որ չէին տեղավորվում մայթի վրա, կանգնել էին հենց Թբիլիսյան խճուղու մի մասում։ Փողոցը որոշ ժամանակ փակվել էր, բայց այդ ժամանակ ոստիկանների հետ միջադեպ չեղավ։ Անդիմադիր Ղազարյանի խոսքով հատուկ են իրենց համակիրներին դարձնում մեղադրյալ, որ զրկեն նախընտրական քարոզչությանը մասնակցելու հնարավորությունից։ Հանիրավի քրեական գործերով կալանքը խաբանը, թեկուզ տնային կալանք, խափանման միջոց, այսինքն այդ մարդը ոչ հեռախոսից կարա օգտվի, ոչ կարա տնից դուրս գա, ոչ գրասենյակ, այսինքն քարոզչական աշխատանքից զրկում են, հիմնական ֆունկցիոնալ գործունեությունից զրկում են, նույնը այս դեպքում է։ Դատարանից բերման ենթարկվածների գործը վերջին շրջանում միակը չէ, որ առնչվում է Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժին։ Եվս մի քանի գործ էլ հարուցվել է բարեգործության արգելքը խախտելու, ընտրակաշառքի, ինչպես նաև հավաքին մասնակցելու հարկադրանքի եւ նյութապես շահագրգռելու հոդվածներով։ Այլ թեմաներ Օնիկ Գասպարյանը դիմել է խորհրդարանին, որ իրեն փակ քննարկման հրավիրեն 44-օրյա պատերազմի օրերին զինված ուժերը ղեկավարած Գասպարյանը զգուշացնում է, որ պայթեցնելու է ստեր։ Կառավարող քաղաքացիական պայմանագրում կարծես ոգևորված չեն բարձրաստիճան զինվորականին ազգային ժողով հրավիրելու մտքով։ Պատերազմից հետո Օնիկ Գասպարյանը պահանջել էր վարչապետ Փաշինյանի հրաժարականը։ 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Օնիկ Գասպարյանը առաջարկում է ազգային ժողովում փակ քննարկում կազմակերպել, որ մեջբերեն պայթեցնի պատերազմի մասին շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները։ 2020-ի աղետալի պատերազմից արդեն 6 տարի է անցել, ու բարձրաստիճան զինվորականը նախընտրական այս փուլն է համարում իրականության հետ առերեսվելու ժամանակը։ Վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ, շահարկելով իմ անձը։ Իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածող անձինք օգտագործում են այն հանգամանքը, որ ես գերադասելով ազգային եւ պետական շահը զերծ եմ մնում պատերազմին վերաբերող հարցերին հրապարակային պարզաբանումներ տալուց։ Հետևաբար առաջարկում եմ ազգային ժողովում կազմակերպել փակ ձևաչափով քննարկում 2020 թվականի պատերազմի եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ։ Գլխավոր շտաբի նախկին պետ Գասպարյանը ցանկանում է, որ քննարկմանը ներգրավվեն 44-օրյայի ընթացքում քաղաքական եւ ռազմական առանցքային պաշտոն զբաղեցրածները, ինչպես նաեւ պետական գաղտնիքին առնչվելու թույլտվություն ունեցող գործիչները, զոհված ու անհետ կորած զինծառայողների հարազատները։ Խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որ այս հարցով քննարկում կազմակերպելու իրավասություն ունի, Ազատությանն ասաց, Գասպարյանի առաջարկին ընդառաջելու իմաստ չեն տեսնում։ Օնիկ Գասպարյանը քննիչ հանձնաժողովում 2 օր պատասխանել է հարցերի եւ դա ներառված է զեկույցում։ Բոլոր բացատրությունները ինքը տվել է, ներկայացրել նաեւ իր նկատառումները։ Հիմա ինչ է ուզում, արձագանքեց Քոչարյանը։ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար 2022-ին ստեղծված քննիչ հանձնաժողովը անցած տարի ավարտեց աշխատանքը, սակայն զեկույցն այդպես էլ չհրապարակվեց, ուղարկվեց խորհրդարանի գաղտնի բաժին։ Անհետ կորածների հարազատները մինչ օրս պահանջում են բացահայտել այդ փաստաթուղթը։ Քննիչ հանձնաժողովը միակ ձևաչափն էր, որտեղ Օնիկ Գասպարյանը ներկայացրել է պատերազմի մանրամասները։ Նրա մասնակցությամբ նիստը ի դեպ տպավորել էր հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին։ Ես հասկացա, որ ինքը ի վիճակի է ոչ միայն անի վերլություններ, արձանագրի փաստեր, այլ նաև իր անցած ճանապարհով կարա նաև մեր կրթական ծրագրերի մեջ ունենա իր ուրույն
մասնակցությունը։ Թե 3 տարի անց ինչ հարցերի է ուզում անդրադառնալ նախկին բարձրաստիճան զինվորականը, որոնց մասին չի խոսել քննիչ հանձնաժողովում, պարզ չէ։ Գասպարյանը նաև չի հստակեցրել կոնկրետ ինչ սուտ է ցանկանում բացահայտել, որ վերջին օրերին լսել եւ վրդովվել է։ Պաշտպանության հանձնաժողովին դիմադիր անդամ Տիգրան Աբրահամյանի կարծիքով այս առաջարկի հավանական պատճառն այն է, որ 44-օրյայի ցանկացած դրվագ առնչվում է Օնիկ Գասպարյանին։ Իսկ վերջին շրջանում հենց Գասպարյանի գործողություններն են քննարկվել, այդ թվում խորհրդարանում։ Օհանյանը խոսել է փաստերի մասին, այն իրողությունների, որոնք հանրային առումով արձանագրված են, միգուցե դրանցում կան տարբեր նրբերանգներ, դրանում կան տարբեր չբացահայտված որոշումներ կամ հրամաններ, բայց այն ինչ որ առկա է դաշտում, Սերժ Օհանյանը ներկայացրել դրա վերաբերյալ իր վերլուծությունը, որը բավականին ռացիոնալ է։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության ղեկավար պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը օրերս խորհրդարանում հենց վարչապետի ներկայությամբ էր պնդել, թե Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը 283 կիլոմետր պաշտպանության գոտի է ունեցել, որից 265-ը մինչև 2020 թվականի հոկտեմբերի 27-ը պահել են։ Պատերազմն ավարտվել էր մոտ 2 շաբաթ անց, նոյեմբերի 9-ին։ Մեկ ամիս պահել են։ Այն տարածքով են ձեր ասած գեներալները փախել։ Եվ ես գտնում եմ, որ այդ պատասխանատվությունը հենց ձեր վրա է, որովհետև եթե ՊԲ-ն է որոշում ընդունում, հաստատում է գլխավոր շտաբը կամ Ղարաբաղի նախագահը, իսկ եթե մի քանի զորամիավորում են ՊԲ-ն եւ մի քանի հայաստանյան զորամիավորումներ, ապա գլխավոր շտաբի պետն է այնտեղ որոշում ընդունում եւ հաստատում եք դուք։ Ձեր պատասխանատվության գոտով է Ադրբեջանը շրջանցել, եկել հասել Շուշի, Բերձոր, Բերթաձոր եւ Հայաստանի Հանրապետության սահմաններ, Գորիս, Կապան եւ Մեղրի այդ սահմանները։ Վարչապետ Փաշինյանը իր ելույթում չէր պատասխանել Օհանյանին, որը պնդում էր, թե Նիկոլ Փաշինյանի սխալների հետևանքով է ադրբեջանական զորքը հասել Շուշի։ 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանի Իլհամ Ալիևն այսօր կրկին հայտարարել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը ականատես են խաղաղության պտուղներին, օրինակ բերելով, որ առևտրային հարաբերությունները սկսվել են։ Օրերս հայտնի դարձավ, որ ի պատասխան ադրբեջանական վառելիքի ներկրման Բաքուն էլ ընդամենը $960 վարդեր է ներմուծել, այն էլ ոչ ուղիղ Հայաստանից, այլ Նիդերլանդներից։ Իսկ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ստամբուլում հայտարարել է, թե Ադրբեջանը օգտագործելով իր լոբբին ու ազդեցությունը խոչընդոտում է հայ-թուրքական սահմանի բացմանը։ Փոլսի հայկական լրատվամիջոցների հետ ասուլիսում Սիմոնյանը պնդել է, թե Թուրքիան դարձել է այս հարաբերությունների գերին ու նոր քայլ չի անում։ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ըստ էության կանգ է առել, չեն կատարվում անգամ խորհրդանշական պայմանավորվածությունները, օրինակ բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։ Եթերում լրատվական կենտրոնն է, օրվա լուրերն անընդհատ թարմացվում են նաև Ազատության Տելեգրամի ալիքում, այժմ էլ հաղորդման երկրորդ հատվածի թեմաները։ Հրադադարի ավարտից 2 օր առաջ Միացյալ Նահանգները պատրաստ է վերսկսել բանակցությունները, Իրանը դեռ լուռ է։ Հրապարակվում են նախընտրական ծրագրերը, ով ինչ է խոստանում։ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կմնա կալանքի տակ։ Քանի ընտրությունները մոտենում են, ավելի ու ավելի սրվում է նաև պայքարի բառապաշարը, հետ չեն մնում նաև վերջերս էթիկայի կանոնագիր ընդունած քաղաքացիական պայմանագրի անդամները, այդ թվում Գյումրիի քաղաքապետի աթոռին հավակնած Սարիկ Մինասյանը, որ հայհոյանքով հարաբերություններ պարզելու է կանչել սոցիալական ցանցում կուսակցությանը վիրավորողին։ Գյումրու ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարը նորից սկանդալի կենտրոնում է հայտնվել։ Facebook-ում վիրավորական բառերով վեճի է բռնվել օգտատերերի հետ։ Սարիկ Մինասյանը 3 իր էջում տեսանյութ էր հրապարակել Գյումրիում վարչապետի համերգից։ Դավաճան ու ստամոք սազգիներով արձագանքել էր օգտատերերից մեկը։ ԿՊԱԿ-ն էլ նրա հեռախոսահամարն էր պահանջել վիրավորելով։ Մյուսի վիրավորական մեկնաբանությանն էլ է նույն կերպ պատասխանել։ Գիտեք, ամենավատը այն է, որ մենք պարբերաբար ամենաբարձր դիրքերից տեսնում ենք նմանատիպ բառապաշար։ Իր հասցեին քննադատությունից մեկ օր անց Մինասյանը ներողություն խնդրեց իր վարքագծի համար մեղադրելով ֆեյքերին, թե գրոհել են, ինքն էլ որպես արժանապատիվ տղամարդ տրվել է սադրանքներին։
Որոշ շրջանակներ չկարողանալով զսպել իրենց նախանձն ու անբարո վարքագիծը ֆեյք օգտահաշիվներով գրոհեցին էջս, մեկնաբանություններում անպարկեշտ վիրավորական գրառումներ անելով, թիրախավորելով ոչ միայն իմ անձը, այլ ընտանիքիս, քաղաքական թիմիս, հայկական մտածելակերպին տուրք տալով որպես արժանապատիվ տղամարդ տրվեցի նպատակաուղղված սադրանքներին եւ որոշ ֆեյքերի պատասխանել եմ հայելային։ Որպես հանրային եւ քաղաքական գործիչ սխալ եմ թույլ տվել, որի համար հայցում եմ ձեր ներողամտությունը։ Հետո ներողություն, հետո կրկնություն, հետո ներողություն եւ փաստացի որևէ գնահատական, ոչ կուսակցական, ներքին կանոնակարգերի էթիկական, ոչ ազգային ժողովում էթիկական կանոնակարգի, ոչ հանրային պաշտոն զբաղեցնողների էթիկական կանոնակարգի այդ գործառույթին երբևէ չի հասնում։ Սարիկ Մինասյանը, որ նաև Հայաստանի էլեկտրական ցանցերի Շիրակի մարզի Ղարս մասնաճյուղի տնօրենն է, հորդորել է մարդկանց չթիրախավորել ու չվիրավորել քաղաքական հայացքների համար։ Զգոնության կոչ անող Մինասյանն առաջին անգամը չէ, որ հայտնվում է այսպիսի աղմկոտ պատմության մեջ։ Ուղիղ 1 տարի առաջ էլ ապրիլի 7-յան շնորհավորանքը վերածվեց սկանդալի։ Մի կին ՔՊ-ի հետևորդներին մեջբերեմ ժեխ էր որակել։ Մինասյանն էլ այդ կնոջ ամուսնու եղբոր հեռախոսահամարներ պահանջել։ Էլի հանրային աղմուկից հետո ՔՊԱ-կանը բացատրել էր, թե ռազմբորկայի նպատակով չէ, որ համարը պահանջել է։ Այսօրվա իշխանությունը արդեն իսկ կտրվել է հանրային այն բարեկիրթ շփման կանոններից, որը պետք է որ ունենա։ Եթե իրականում պաշտոնյան զղջա իր արածի համար երկրորդ անգամ չի կրկնի։ Այս ներողությունը մեղավորներ կարգելու նպատակով է, կարծում է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։ Այո, իրենք մշտապես մեղավորներ են կարգում, որ կային անձինք, որոնք ֆեյք էին, կային անձինք, որոնք վատն էին։ Ես հնարավոր է, որ այնպես չպատասխանեցի կամ իջա իրենց մակարդակին, բայց կներեք, ձեր խոսույթը ձերն է։ Դուք պատասխանատու պիտի լինեք հանրային խոսք եւ խոսույթ հնչեցնելուց։ Իշխող կուսակցության էթիկայի կանոնագրքով կուսակցականները, հատկապես հանրային քաղաքական պաշտոններ զբաղեցնողները, պարտավոր են իրենց առօրյա կյանքում ներառյալ սոցցանցերում ցուցաբերել պարկեշտություն, համեստություն, զսպվածություն ու հարգանք բոլորի հանդեպ, ինչպես նաեւ խթանել հանդուրժողականություն։ Եթե այս նորմը իրենց համար լիներ կարևոր, կընդվզեին կռեհկաբանությունների ու վիրավորանքների դեմ, կարծում է իրավապաշտպանը։ Մենք օրերս ականատես դարձանք նաև կանանց նկատմամբ կնոջ կողմից բավական գռեհիկ խոսվածքի, երբ չէր հարգվում մայրությունը եւ չէին հարգվում նաև երեխայի լավագույն շահը որպես կերակրող մայր եւ երեխայի սննդով ապահովելու հնարավորություն։ Մինչև Սարիկ Մինասյանը լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը հեղեղված էին մեկ այլ ԿՊԱ-կանի, պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի աղմկահարույց ձևակերպումներով։ Նա էլ ընդդիմադիր ուժեղ Հայաստանի անդամ Գոհար Ղումաշյանին առնչվող ենթադրյալ կաշառքի գործից խոսելով նրա կարգավիճակին, որ կրծքի երեխա ունի ու բերման են ենթարկել, այսպես էր արձագանքել։ Երբ մարդիկ կատարում են օրենքով արգելված գործողություններ եւ մասնավորապես քրեական օրենսգրքով արգելված գործողություններ, ապա դրան պետք է հաջորդի հետևանք անկախ մարդու կրծքերի զբաղվածությունից։ Ինդուլգենցիա չեն, կրծքերը չեն կարող լինել։ Եվ այդ ամբողջ գռեհկաբանությունը երբևէ չի քննարկվում իրենց ներքին կանոնակարգերով եւ նաեւ ազգային ժողովում որպես էթիկական խախտումներ, չի քննարկվում նաեւ հանրային պաշտոն զբաղեցնողների էթիկական կանոնների խախտումը եւ դա դառնում է անպատիժ այսպիսի շարունակական գործողություն։ Առաջարկում եմ հաստատել նիստի օրակարգը, ովքեր են կողմ։ Արուսյակ Ջուլհակյանը, որ հավակնում է խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնին, Մինասյանի նման հաջորդ օրը ներողություն խնդրեց իր ձևակերպումների համար։ Իշխանականների այս վարքագծից իրավապաշտպանը տպավորություն ունի, որ նրանք հանրային խոսքի արժեքը չգիտեն ու սեփական խոսքի նկատմամբ պատասխանատվություն չունեն։ Ընտրություններում առաջադրման վերջնաժամկետը 5 շաբթի է, մինչև այս պահը միայն 2 կուսակցություն է կենտրոնական ընտրական հանձնաժողով հանձնել փաստաթղթերը կառավարող քաղաքացիական պայմանագիրը եւ Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստանը։ Միաժամանակ 2 տասնյակից ավելի քաղաքական ուժ հանձնաժողովում օգտահաշիվ է բացել, ինչը առաջադրվելու մտադրության մասին է վկայում։ Այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողով է այցելել Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը։ Բրյուսելը ընտրություններին ընդառաջ աջակցում է Երևանին դիմակայելու օտարերկրյա հիբրիդային սպառնալիքներին։
Առաջադրման փաստաթղթերը նաև նախընտրական ծրագիրն են ներառում եւ քանի որ քաղաքացիական պայմանագիրն արդեն հրապարակել է, առաջինը խոշորացույցի տակ հենց կառավարող ուժի խոստումներն են, հատկապես որ համեմատելու բան կա 8 տարի է իշխանության են նախորդ ասածներից որն են կյանքի կոչել։ Շռայլ խոստումներով հետ չեն մնում նաև ընտրապայքար մտած մյուս ուժերը։ Բանակը արտաքին անվտանգության ապահովման պահեստային գործոնն է այն դեպքերի համար, երբ արտաքին անվտանգության ապահովման վերը թվարկված եւ դրանք կիրառելուն ուղղված դիվանագիտական միջոցները չեն գործել։ Մինչ խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագրի հիմնական մրցակիցները երաշխավորված խաղաղության անհրաժեշտության մասին են խոսում ու պնդում, թե երաշխավորի դերում պետք է հանդես գան տարբեր երկրներ, իշխող կուսակցությունը նախընտրական ծրագրում որպես առանցքային նպատակ արձանագրում է սեփական միջավայրում առանց արտաքին աջակցության ապրելը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղիղ եթերում ներկայացրեց իր թիմի ծրագիրը, որի առաջին դրույթը խաղաղության ու Ադրբեջանի հետ հարաբերություններին է վերաբերում։ Խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման առաջնային քայլերը հետևյալն են։ Առաջինը՝ սահմանազատման գործընթացի շարունակությունը։ Երկրորդը՝ տրիպ նախագծի իրագործումը, հաջորդ քայլը խաղաղության ինստիտուցիոնալացման բնականաբար Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագրի վերջնական ստորագրումն է, վավերացումը, դրանում նախատեսված քայլերի հետագա իրագործումը։ Մինչ Փաշինյանն Ադրբեջանի հետ առանց միջնորդի բանակցելու ու ուղիղ խոսակցության կարևորությունն է մատնանշում եւ Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանը եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքը եւ գործարար Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստանը կարծում են, թե այս պահին Հայաստանը միայնակ իզորու չէ ապահովել Ադրբեջանի հետ խաղաղությունը։ Կրակոցների բացակայությունը դա խաղաղություն չի։ Առանց երաշխավորների խաղաղությունը դա խաղաղություն չի։ Դա հերթական թակարդն է, որի մեջ Հեյդարի որդին ու Նիկոլը ուզում են գցեն կրկին անգամ հայ ժողովրդին։ Երբ նախաստորագրվեց, այսպես ասենք, խաղաղության պայմանագիրը, որը իրավական ուժ ընդհանրապես չունի, մենք խոսում ենք երաշխավորված խաղաղության մասին։ Երաշխավորված նշանակում է միջազգային երաշխիքներ եւ երաշխավորող պետություններ։ Խաղաղությունը երաշխավորված պետք է լինի, ոչ թե զոր պայմանավորեցինք Ալիևի հետ խաղաղություն, ի՞նչ խաղաղություն։ Սահմանները, բարձունքները գրաված նստած, թելադրանք, այս պտի տակ, այս պտի անեք, այս պտի անեք, որ պետք է 300,000 Հայաստանում մարդ գա բնակվի, իսկ մեր հայրենակիցներ, որ ասում տեղ թողած, դրա մասին բացառված է խոսել չի կարելի։ Ու դա համարում ենք խաղաղություն։ Ընդդիմադիր այս ուժերը թեև իրենց նախընտրական ծրագրերն ամբողջությամբ մեկ տեղում դեռ չեն հրապարակել, սակայն նրանց հիմնական թեզերն արդեն հայտնի են։ Եթե այս ուժերը Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման մասին են խոսում, իշխող քաղաքացիական պայմանագիրը բալանսավորման արտաքին քաղաքականության մասին դրույթում Ռուսաստանի հետ հարաբերությունները մեջբերեմ կառուցողական տրանսֆորմացիայի ենթարկելու մասին է հայտարարում։ Ըստ էության Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները ամբողջությամբ կառուցվել են Ղարաբաղյան շարժման պայմաններում։ Հիմա երբ Ղարաբաղյան շարժումը չենք շարունակում, հիմա երբ խաղաղություն է հաստատված, երբ կոնֆլիկտը կարգավորված է, բնականաբար հարաբերությունները պետք է հարմարեցվեն, զարգանան այդ նոր տրամաբանությամբ։ Ուրիշ պարզ բան ասեմ, նախկինում կոնֆլիկտի պայմաններում մենք Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցություն երբեք չենք ունեցել։ Հիմա ունենք երկաթուղային հաղորդակցություն։ Մինչ ընդդիմությունը Ռուսաստանի կողմից տնտեսական հնարավոր ճնշումների վտանգի մասին է բարձրաձայնում, իսկ Կրեմլն էլ բարձր մակարդակով սպառնալից հայտարարություններ է անում, վարչապետ Փաշինյանը շարունակում է պնդել, թե ընդդիմադիրներն են փորձում հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամ հրահրել։ Մենք նման բան թույլ չենք տալու եւ մեր բոլոր ջանքերը դնելու ենք Ռուսաստանի հետ մեր կառուցողական հարաբերությունների հետագա զարգացման վրա։ Ընդհանուր առմամբ քաղաքացիական պայմանագրի նախընտրական ծրագրում քիչ չեն ընդհանրական ձևակերպումները, որոնց կատարումն ուղիղ չափելի չէ, սակայն նաև ուղիղ խոստումներ կան, որոնք արդեն կարելի է համեմատել ընդդիմության ծրագրերի հետ։ Մեր տնտեսական ծրագրի առաջին քայլը դա աշխատատեղեր ստեղծելն է եւ ոչ թե ամբողջությամբ գործազրկությունը հաղթելը, որը ռեալ կարճաժամկետ այդքան չէր, 300,000 նոր աշխատատեղ ստեղծել։ 3 միլիոն երկրում, որ 1 եւ 1 միլիոն մարդ աշխատի։
5 տարվա ընթացքում այդ ցուցանիշին հասնելը մեծ հնարություն կա հասնելու։ Սամվել Կարապետյանի առաջնորդած Ուժեղ Հայաստանը 5 տարում 300,000 աշխատատեղի մասին է հայտարարում։ Երկրորդ նախագահ Քոչարյանի թիմը մի փոքր ավելի համեստ է գտնվել ու տարեկան 35,000-ից 45,000 աշխատատեղ խոստացել։ Այնքան ժամանակ, մինչև գործազրկության մակարդակը կիջնի մինչև 5-6%, այսօրվա 14%-ի փոխարեն։ Սա ի վիճակի ենք մենք անել։ Առաջարկ Հայաստանին ծրագրով ընտրապայքարին միացած Գագիկ Ծառուկյանի ուժը աշխատատեղերի կոնկրետ թիվ չի հրապարակել։ Քաղաքացիական պայմանագիրը տարեկան 25,000 աշխատատեղ է խոստանում, այսինքն 5 տարում 100,000։ Բացի այդ, խոստանում են 5%-ով նվազեցնել աղքատությունը։ Իշխանություններն այս պահի դրությամբ տապալել են գործազրկության մակարդակը նվազեցնելու ու աղքատ քաղաքացիների թիվն էականորեն փոքրացնելու 2021-ին տված խոստումը։ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ, դատարանը մերժել է ազատ արձակելու միջնորդությունը։ Ղուկասյանը կալանավորված է ուղիղ կես տարի կոռուպցիոն մեղադրանքով, որը նա համարում է քաղաքական հետապնդում։ Այժմ էլ կառավարական կեցավայրում ներընտանեկան ինտրիգների մասին ամուսնալուծության վերաբերյալ հրապարակային հայտարարությունից չանցած 2 ամիս Աննա Հակոբյանը կրկին վարչապետի հետ նույն կադրում է տանը եւ ընտրարշավին։ Ի տարբերություն բաժանության միության մասին զույգը լուռ է սոցցանցերում, շշուկները նորից բարձրացել են։ Դրաման իրական էր թե նախընտրական։ Վաղ Աննան էր կամ Yaman աֆերիստեք։ Փաշինյանի հետևորդները միանշանակ չարձագանքեցին նրա կիրակնօրյային նվարկյանանոց ռիլին։ Այստեղ մինչև վարչապետը սրտիկի տրամադրություն է ստեղծում, նրա մեջքի հետևով արագ սուրում է նախկին կինը Աննա Հակոբյանը։ Վերջինս դեռ նախօրեից էր մեքենայի ղեկին բազմանշանակ լռում։ Թվում է ուր որ է սրտիկ ցույց կտա, բայց ոչ, սերը գործողությամբ ու հոգատարությամբ են ցույց տալիս։ Շուրջ 50 օր առաջ այս խոսքերով Աննա Հակոբյանը կառավարական առանձնատնից իրերն էր հավաքել, հայտարարել բաժանվելու մասին։ Գուցե բաժանվել են, բայց մնացել լավ ընկերներ։ Սոցցանցային քննարկումները շարունակվում էին, երբ վարչապետ Փաշինյանը ճամփա ընկավ ավտոերթով դեպի Գյումրի, Սիրային երկաթցանկի ուղեկցությամբ։ Գյումրի հասնելիս արդեն աղջիկ ուզելու տրամադրություն է մեքենայում։ Այստեղ էլ պարզվեց Աննա Հակոբյանը միայն կառավարական առանձնատանը չէր, Գյումրիում է, ընդ որում թիկնապահների ուղեկցությամբ, թեպետ բաժանման մասին հայտնելիս շեշտել էր, հեռանում է այնպես, ինչպես եկել է, առանց դղյակների, մեքենայի, միլիոնանոց հաշիվների ու պետական պահպանության։ Ես չունեմ մեքենա, բնականաբար ես չեմ ունենա պետական պահպանություն։ Տիկին Հակոբյան, վարչապետի հետ միանալու որոշում եք կայացրել կրկին։ Հակոբյանը անպատասխան թողեց լրագրողի հարցը, այդպես էլ պարզ չդարձավ, արդյոք վերականգնվել է առաջին տիկնոջ կարգավիճակը, որ օգտվում է պահպանության ծառայությունից։ Տեսանք, որ Փաշինյանն ու Հակոբյանը զբոսնեցին, միասին սուրճ խմեցին, վերամիավորման մասին հայտարարություններ չկան։ Զույգի բաժանումից հետո քննարկումները թեժ էին, նախընտրական փուլում այս դրաման իրական է թե բեմադրված։ Ժանրի կանոններով դրաման այժմ նոր զարգացում է ստանում։ Կրիմինալի նշաններ էլ Աննա Հակոբյանը չէր բացառել։ Չի բացառվում, որ ես քրեական պատասխանության ենթարկվեմ որպես իմ քայլը հիմնադրամի գործադիր տնօրեն, կյանքը գուցե եւ հնարավոր է այդպիսի զարգացում, ինչ արած։ Ընդդիմություններ ամիսներ առաջ ահազանգել, որ իմ քայլը հիմնադրամն անգլերենի անվճար դասեր է խոստանում։ Սա համարել էին նախընտրական փուլում բարեգործության արգելքի խախտում։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն այդ ժամանակ ասել էր, ուսումնասիրում են հարցը։ Այս ընթացքում իմ քայլը հիմնադրամի դասընթացները նոր ոլորտներ են գրավել։ Հանձնվեցին նաև հատուկ ջերմատների համար նախատեսված սերմեր, որպեսզի շահառուները հնարավորինս շուտ ունենան առատ բերք եւ կարողանան եկամուտ գեներացնել։
Մեկնարկեց հագուստի մոդելավորման եւ կարոձևի դասընթացը։ Ֆիթնես մարզիչների են որակավորում հրուշակագործության դասընթացներ, բազմաթիվ այլ ծրագրեր։ Անկախ նրանից Փաշինյանն ու Հակոբյանը բաժանված են, թե արդեն ոչ, Իմ քայլը հիմնադրամը հանրային ընկալման մեջ ուղիղ ասոցացվում է քաղաքացիական պայմանագրի հետ։ Հակակոռուպցիոն կոմիտեն վերջին շրջանում շատ ակտիվ բարեգործության արգելքի խախտման դեպքեր է բացահայտում։ Դրանցում գլխավոր դերակատար են միայն ընդդիմադիրները։ Կոմիտեի խոսնակին հարցրինք Իմ քայլը հիմնադրամի գործունեությունը դիտարկվում է, պատասխան դեռ չունենք։ Ընտրական գործընթացների փորձագետ Մարիամ Հովեյանի խոսքով բարեգործության արգելքի վերաբերյալ կարգավորումների իմաստն այն է, որ ընտրողի կամքի վրա ազդեցություն չլինի։ Հանրության աչքում այս հիմնադրամի գործունեության կապն իշխող ուժի հետ ակնհայտ է, բայց օրենքում ասոցիացիան ոչ թե բովանդակությանը, այլ հենց անվան նմանությանն է վերաբերվում։ Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունն ընդամենը շաբաթներ առաջ էր, ընդունվեց միայն ՔՊ-ի ձայներով, այս դրույթին անդրադարձ չեղավ։ Խոսքը բովանդակային ասոցիացիայի մասին չէ։ Հոդվածի մեկնաբանությունը ավելի նեղ է եւ հենց անվանումների նմանեցման ու ասոցիացիայի մասին է խոսքը, ոչ թե քաղաքական բովանդակային ասոցիացիայի։ Այլ բան, որ հետագայում այո, արժե այս հարցին ուշադրություն դարձնել, արժե հետագա ընտրական օրենսգրքի փոփոխություններում գուցե մտածել կարգավորումը ավելի լայն սահմանելու մասին, որպեսզի բովանդակային ասոցիացիան եւս ներառվի դրանում։ Նախաձեռնության շրջանակում Ուրիշ բան, եթե Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամն անվանվեր օրինակ քաղաքացիական քայլ կամ քաղաքացիական պայման եւ այսպես շարունակ։ Իսկ Իմ քայլը օրենքի տեսանկյունից բարի գործեր է անում ու բացարձակ կապ չունի քաղաքացիական պայմանագրի հետ։ Կառավարող վրացական երազանքը նոր հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան ընդդիմադիր կուսակցություններն արգելելու համար։ Ամիսներ առաջ էին իշխանությունները դիմել բարձրատյան պահանջելով արգելել ընդդիմադիր երեք ուժերը, որոնց մեղադրում են Սահմանադրական կարգը բռնի տապալելու փորձի համար։ Միավորված ընդդիմությունը, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները, զգուշացնում է պայքարելու են մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Միջազգային լրահոսը գլխավորում է Իրանում ավարտվող հրադադարը, ընդամենը 2 օրից Թեհրանն ու Վաշինգտոնը կհայտնեն համաձայնություն ձեռք բերվել է, թե պատերազմը վերսկսվում է։ Ակնկալվում է, որ արդեն այսօր տեղի կունենա ձախողված բանակցությունների երկրորդ փորձը, որոնց ընդառաջ կողմերն անգամ զիջման պատրաստակամության մասին չեն խոսում։ Հորմուզի նեղուցում նոր լարվածության ֆոնին ամերիկյան պատվիրակությունը փոխնախագահի գլխավորությամբ մեկնել է Պակիստան Իրանի հետ բանակցելու։ Իրանը սակայն բանակցություններին մասնակցելու ծրագիր այս պահին չունի եւ որոշում դեռ չի կայացրել, հայտարարել է արտգործնախարարության խոսնակը։ Էսմայիլ Բաղային նաեւ զգուշացրել է Հորմուզի նեղուցը չի բացվի, քանի դեռ ԱՄՆ-ն շարունակում է իրանական նավահանգիստների շրջափակումը եւ խախտում հրադադարը։ Նա նաեւ դժգոհել է ԱՄՆ-ն իր վարկագծով ապացուցում է, որ լուրջ չի վերաբերվում դիվանագիտությանը։ Մենք ականատես եղանք, թե ինչպես Միացյալ Նահանգները անազնիվ գործեց եւ խախտեց հրադադարը։ Այս ամենը ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները կարծես լուրջ չի վերաբերվում դիվանագիտական գործընթացին։ Իրանցի պաշտոնյան նշել է, որ Թեհրանը հստակ ներկայացրել է իր պահանջները, որոնք չեն փոխվելու, որքան էլ ԱՄՆ-ն պնդի։ Բաղային շեշտել է, երբ սեղանին դրված է երկրի պետական շահերի պաշտպանության հարցը, Իրանին չեն վախեցնում ոչ վերջնաժամկետները, ոչ էլ վերջնագրերը։ Իրանցի մի բարձրաստիճան պաշտոնյա Էլանանում մնալու պայմանով Reuters-ին ասել է, որ միջնորդ Պակիստանը ջանքեր է գործադրում ամերիկյան շրջափակումը վերացնելու եւ բանակցություններին Իրանի մասնակցությունն ապահովելու համար։ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև երկշաբաթյա հրադադարի ժամկետը լրանում է այս չորեքշաբթի։ Ալ Ջազիրան հայտնում է, որ Պակիստանում սպասում են իրանական պատվիրակությանը եւ նախապատրաստական հսկայական աշխատանքներ են արվել։ Անվտանգության մոտ 20,000 աշխատակից է տեղակայվել։ Քաղաքի մեծ մասն ամբողջությամբ փակ է։ Պակիստանի ներքին գործերի նախարարն Իրանի դեսպանի հետ քննարկել է այդ աշխատանքները եւ վստահեցրել, անհրաժեշտ բոլոր պայմանները ստեղծվել են հանդիպման համար։ Մինչ այդ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան զինուժն Իրանի դրոշի ներքո նավարկող բեռնատար նավ է արգրավվել, որը փորձել է շրջանցել ամերիկյան ռազմածովային ուժերի շրջափակումը։ ԱՄՆ նախագահն ասել է, որ անձնակազմն անտեսել է կանգ առնելու ամերիկյան կողմի բազմաթիվ զգուշացումները։ Արդյունքում ամերիկյան զինուժը գրավել է Տուսկա անունով նավը, որն այժմ ԱՄՆ լիարժեք վերահսկողության տակ է, սոցցանցում գրել է Թրամփը։ Թուսկան գտնվում է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության պատժամիջոցների տակ, նախկինում Իրանի օգտին ապօրինի գործունեություն ծավալելու համար։ Մենք լիարժեք վերահսկում ենք նավը եւ ստուգում, թե ինչ կա դրա վրա։ Իրանն ԱՄՆ զինուժի գործողությունը ծովահենություն է անվանել եւ խոստացել պատասխանել։
Ավելի ուշ իրանական կիսապաշտոնական Թասնիմը հաղորդել է, որ Իրանն անօդաչուներով հարվածել է Օմանի ծոցում գտնվող ամերիկյան ռազմանավերի։ Գործակալությունը սակայն չի մանրամասնում, թե արդյոք վնաս պատճառվել է ամերիկյան նավերին։ ԱՄՆ-ն դեռ չի մեկնաբանել լուրը։ Չնայած 10-օրյա հրադադարին իրավիճակն անկայուն է նաև Լիբանանում, արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Հեզբոլլան մի շարք պայթյուններ է կազմակերպել, թիրախավորելով իսրայելական ռազմական ավտոշարասյանը։ Իսրայելական բանակն իր հերթին հայտնել է, որ Լիբանանի հարավում գիշերը հարվածել են հրթիռային արձակման կայանի։ Բանակը նաև հարավի բնակիչներին զգուշացրել է չմոտենալ Լիթանի գետի մոտ գտնվող տարածքներին։ Խնդրում ենք ուշադիր լինել հրադադարի համաձայնագրի գործողության ընթացքում։ Իսրայելի պաշտպանության ուժերը շարունակում են տեղակայվել հարավային Լիբանանի իրենց դիրքերում ի պատասխան Հեզբոլլայի ահաբեկչական շարունակական գործողությունների։ Պատերազմի հետևանքով Լիբանանում մոտ 1 միլիոն մարդ է տեղահանվել։ Հրադադարի հաստատումից ի վեր հազարավոր մարդիկ են վերադառնում իրենց տներ, այդ թվում հարավային բնակավայրերում։ Ու մինչ հայտնի չէ, թե արդյոք տեղի կունենան ԱՄՆ-Իրան բանակցությունները, Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Լիբանանն ու Իսրայելն առաջիկայում բանակցություններ կվարեն, որոնք կապ չունեն ԱՄՆ-Իրան բանակցությունների հետ։ Ջոզեֆ Աունը նշել է, որ Լիբանանի պատվիրակությունը կղեկավարի ԱՄՆ-ում Լիբանանի նախկին դեսպան Սայմոն Քարամը։ Լիբանանում 10-օրյա հրադադարն ավարտվում է այս շաբաթ։ Ուկրաինական ճգնաժամի շուրջ բանակցություններ չկան, հակառակը ճակատում դրությունը սրվում է Սևծովյան Տուապսե նավահանգստի վրա Ուկրաինայի անօդաչուի հարվածից։ Մեծ հրդեհ է սկսվել, 1 մարդ զոհվել է։ Ռուսաստանն էլ իր հերթին 100-ից ավելի անօդաչուներով թիրախավորել է Ուկրաինայի գրեթե ամբողջ տարածքը, առնվազն 10 վիրավոր կա։ Լրատվական կենտրոնում այսքանը, օրվա մյուս լուրերի համար բաժանորդագրվեք Ազատության էջերին, սոցցանցերում կհանդիպենք։